Նաև ցուցադրված է եւ հիմա Լևոնը կպատրաստի, դա ախալքալակից վերցված նմուշ է, ընդամենը մի 60-70 տարի առաջ նկարված եւ ազգագրական գրքից եմ վերականգնել, այն պատկերել է երկնային լուսադուները առաջի ուրեմն շերտը պատրաստելուց հետո մի հատ այսպես երկար ցող ենք պատրաստում, հա։ Ինչ ասեմ, ցող։ Եվ դարեհացի շուրջ բոլորն ենք եզերում, դա նշանակել է Աստուծո գոդին, այսինքն ձիածանը։ Շատ գեղեցիկ է, այո, Աստուծո գոդի, այդպես են գոչել ախալքալաքում։ Հետո վրան բուջուր կնտիկներ պիտի տնենք, որ խորհրդանշում է դարվա 12 ամիսները։ Ուրեմն սասնա դարբերակը, որ քիչ առաջ ասեցի բուրդիկ է կոչվում, շատ հետաքրքիր պատմություն է կապված բուրդիկի հետ։ Նախ իրենք պատրաստում են սովորական հացի խմորի մեջ, շատ առատ լցնում են մանրացված ջրեր, փակում են, իհարկե նաև բանը միջինքն են դնում մեջը, եւ վրան լիքը կանեփ են լցնում, դե սասուն, սարդեղ, մեր քյավարի նման Գանեփով են տակացել, այո, պատահական չի, որ օրինակ համար Սևանի, Ավազանի, Բասուց դոլմաների մեջ արգա է գանեփը, նույնիսկ մի տարբերակ կա, որ ամբողջությամբ գանեփը աղում են եւ այդ ջրի մեջ են եփում դոլման, որտեղ սառն է եղանակը։ Իսկ օրինակ համար Եղեգնաձորի Բասուց դոլման եփում են մասրաջրի մեջ, ֆանտաստիկ համով, ֆանտաստիկ, թթվաշը նպաստում է, որ ընդեղենը հեշտ մարսվի։ Միշտ հիշեք, երբ օրինակի համար աբուրների մեջ, որտեղ լոբեղենը շատ է, անպայման ճիր են դրել, որպեսզի հակագշրի եւ հեշտ մարսվի այդ կերակուրը։ Խելացի են եղել առաջվա մարդիկ։ Հա, թե իսկապես առողջ սնվելու մասին մտածել են։ Ամեն ինչը խոսքի։ Եթե նայենք հետ, այդքան հիվանդություններ չի եղել։ Ոնց որ հիմա, Գանխել են որովհետեւ պիտի առողջ սնվել, որ չհիվանդանան, ճիշտ է։ Սովորական ջուրը շատ գեղեցիկ գույն կտա եւ ամեն կպչուն է դա։ Կպչուն է դա։ Այս արդեն Լևոնի մասնագիտական խորհուրդներն է։ Հա, բուրդիկի պատմությունն է, բուրնիկ, բուրդիկ, հա, այդ հետաքրքիր պատմությունը դարձյալ սովորություն է եղել գարնան սկիզբը ընդհանրապես այդ դրնդեզի եւ այնի ժամանակ, երբ որ ինչի ենք հայտվարում, բարձրապես ծմերը այրում ենք, գրագին դալիս ենք ամբողջ հին հիշողությունները եւ նորովի ընդունում ենք նորից նոր տարի։ Այսինքն այս բոլոր ծեսերը նոր տարին դիմավորելու գարնանացանի նախապատրաստական աշխատանքներն են եղած։ Եվ հետաքրքիր գեղեցիկ սովորություն, որ մինչև հիմա պահպանված է որոշ շրջաններում, թեկուզ եթե չեն անում, բայց դադիկները դա պատմում են ընտանիքի անդամներին, եթե կարելի է երեխեք ջան, եթե հետաքրքիր չի դուրսը խոսեք, շատ եմ խնդրում։ Դանդիկինը բադուհանները դռները բացում է, վերցնում է սրբիչը եւ սկսում է դան, այսպես ասած, ոգիներին, ձմերային ոգիներին դուրս հանել տնից եւ ասում է շվոտ դուրս գնա, մարդ դերս արի։ Շվոտը այդ ոգու անունն է, որը արաբերենով եթե նայեք, դա գոչվում է շուբատ, դարվա երկրորդ ամիսն է փետրվարը։ Եվ որոշ շրջաններում, երբ որ ասում են բուրդիկ գնա, մարդ արի, փետրվար գնա, մարդ արի, բուրդիկի փետրվարի հիշողությունն է դա, որը արտահայտված է հացի տեսքով։ Եվ ես Գյումրիում, Դիգենուզան, հանդիպել եմ, այսինքն գյումրեցի աղջիկ, որը հարս էր գնացել Արմավիր, այնտեղ եմ այդ հացը տեսել, վերջին հացը, որ արդեն հաց են թխում, վերջի բանը, խմորի մեջ դնում են հորած բանիր, յուղ եւ լիքը գանաչի, հորած բանիրը նախորդ տարվա հիշողությունն է, գանաչին նոր դարվա, հա, գարնան հիշողությունն է, խառնում են, լցնում են այդ հացի խմորի մեջ ու թխում են, դրա անունն էլ բուրդիկ է։ Այսինքն Սասունում պահպանված է բուրնիկ անվանումը քաղցր հացի տեսքով, իսկ Գյումրիում պահպանված է բանիրի, հորած բանիրի տեսքով աղի հացը։ Լորեցիկ, ասում են, հետաքրքիր առած ունեն, ասում են առանց լոբու նոր տարի չի կա։
Այսինքն նոր դարվա սեղանին անպայման պիտի ունենանք խոզի բուդի փոխարեն անպայման ունենանք լոբի, խնդրում եմ անպայման պատրաստեք լոբով ինչ-որ ճաշատեսակ, բարձրապես կարելի է աղցան պատրաստել և իհարկե մեր ամենահամեղ ավելուկը, որը ես չգիտեմ ուրիշ խոհանոցներում կա ավելուկը թե չէ, ես սիրում եմ ղափանի դարբերակը, որի մեջ նաև թթու սալորաչիր կամ հոնաչիր կամ թթու լավաշ է դրվում, դե բնականաբար ավելուկը խաշում ենք, ջրքամում ենք, հետո առած սուխարացի մեջ դնում ենք ավելուկը, հետը մի բջեղ սխտոր, մի քիչ թարմ կանաչի, ընգույզ և թթու սալորաչիր, որը իսկապես շատ յուրահատուկ է դարձնում ավելուկով աղցանը։ Լեմոն հաճիս այսպես նաև մի գոմի ցուցադրի, աստուծո գոտին դնելուց հետո 4 մասի ենք բաժանում, երկնային լուսադուներն են, արևը, լուսինը, այս ոլորաբդույթը հավանաբար նշանակել է լուսնտակ մոլորակը, որը իր շուրջ օղակ ունի, և այստեղ 7 աղբերն են, մեծ արջ կամ 7 աղբեր, այդպես համաստեղություն կա, չէ, դրա բարև, և վրան լիքը քունջիտ ենք ցանում, որպես աստղեր, ամիսների